Հավատացյալը ինքը պիտի փոխվի Քրիստոսին նմանվի, թե Աստված է փոխում իրեն։ Եվ երկու համար Աստվածաշնչից Սաղմոս 51:10 Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, և ուղիղ հոգին օրհքիր իմ ներսում, և երկրորդ Կորնթացիս 3:18 բայց մենք ամենս բաց երեսով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջը հոգուց։ Ուրեմն մեր փոխվելը մեր շնորհքը չի, դա Աստծո շնորհքն է։ Հիմա եթե ուղիղ պատասխանը մենք պիտի փոխվենք, թե Աստված մեզ պիտի փոխի, գիտեք, եթե ասենք մենք պիտի փոխվենք, սա նշանակում է, որ մենք մեր ուժերով կարանք Քրիստոսին նմանվենք։ Եթե ասենք Աստված պիտի փոխի, սա էլ նշանակում է, դե որ Աստված ուզում է, թող փոխի։ Հիմա եթե ես չեմ փոխվում, ուրեմն Աստված չի ուզում։ Երկուսն էլ ծայրահեղություն են։ Մեր փոխվելը եւ Քրիստոսին նմանվելը մեր հոգեվոր աճը մարդու ջանքի եւ Աստծո շնորհքի համագործակցության արդյունք է։ Աստծո շնորհքը չի գործում այնտեղ, որտեղ չկա հավատք եւ ջանք։ Օրինակ փրկության համար Եփեսացիս 2:8-ն է, եթե չեմ սխալվում, այսպես է գրված. շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով։ Եվ դա ձեզնից չի, որ ինչ-որ մեկը չպարծենա։ Շնորհքը գործում է այնտեղ, որտեղ կա հավատք։ Չկա հավատք, Աստծո շնորհքը չի գործում։ Անհավատ մարդը կարող է այսպես ասի. դե եթե Աստծո կամքն է, ես կապաշխարեմ։ Կամ անհավատ ճակերտավոր հավատացյալը կարող է ասի. դե եթե Աստծո կամքն է, ես այս մեղքից կազատվեմ։ Դա նշանակում է ինչ։ Եթե այդ մեղքից չես ազատվում, ուրեմն Աստծո կամքը չի։ Ուրեմն Աստվածաշունչ չեք ընթերցում։ Գրված է Աստծո կամքը սա է, ձեր սրբությունը։ Դե եթե ուզում ես սուրբ ապրեմ, ինձ սուրբ դարձրու։ Այսինքն նույն Եվայի, Ադամի պատմությունն է, որ իրենց մեղքը գցում են Աստծո վրա։ Ադամը ասեց. այն ինը, որ դու ինձ տվեցիր, ինքը ինձ խաբեց, այսինքն ես չեմ մեղավոր, որ մեղք գործեցի, դու ես մեղավոր։ Եթե դու չէիր ուզում ես մեղք գործեի, չտայր այս կնոջին։ Աստված բարիք էր արել, որ կին էր տվել Ադամին։ Բայց մեր մեղքը Աստծո վրա չպիտի գցենք։ Այսինքն մարդը եթե հոգեվորապես չի աճում, չպիտի ասի, դե եթե Աստծո կամքն է կաճեմ։ Իհարկե ոչ, Աստծո կամքն է, որ դու աճես, բայց դու ջանք անում ես։ Աստված իր բաժինը հավատարիմ անում է, իսկ դու քո բաժինը անում ես։ Թե փրկության հարցում, թե հոգեվոր աճի հարցում մեր հիմքը համագործակցությունն է։ Աստված ամենը հոգացել է, բայց եթե դու չունես հավատք ու ջանք, ոչինչ քո կյանքում տեղի չի ունենա այն ամենից, ինչ Աստված ծրագրել էր քեզ համար։ Դրա համար պիտի մենք այստեղ ուշադիր լինենք ու միանշանակ չենք կարող ասենք Աստծուց է մեր փոխվելը կամ մեզանից է մեր փոխվելը։ Ոչ։ Դա մեր ջանքի եւ Աստծո շնորհքի համատեղ ընթացքն է, որը թե փրկության հարցում է այդպես։ Ուղղակի ջանքը արտահայտվում է հավատքի մեջ։ Այսինքն հավատք կա, գործում է շնորհքը, հավատք չկա, շնորհքը չի գործում։ Թե փրկության հարցում է այդպես, թե հոգևոր աճի հարցում է այդպես։